Շնորհակալություն։ Մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարցս ուղղում եմ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարար Տիկին Ժաննա Անդրեասյանին։ Տիկին նախարար, այսօր ևս մեկ առիթ ունենք շնորհավորելու, այսօր գիտության ոլորտում կանանց և աղջիկների, աշխատող կանանց և աղջիկների միջազգային օրն է։ Շնորհավորելով նրանց, կարծում եմ լավագույն առիթն է ստեղծվել հանրությանը ներկայացնեք, թե օրինակ 2018 թվականին որքան է կազմել գիտության ոլորտում կատարած ծախսերը, ներդրումները և գալով մեր օրեր 2026 թվականին միջ այս պահը, փաստացի որքան ֆինանսավորում է ստացել գիտական ոլորտը և երկրորդ հարցս, նաև գիտաշխատողների աշխատավարձը, վարձատրությունը այս պահին որքան է կազմում ի տարբերություն օրինակ 18 թվականի։ Հարցին կպատասխանի Ժաննա Անդրեասյանը, համեցեք։ Շնորհակալություն Տիկին Ազարյան հարցի համար։ Ես այսօր արդեն առիթ ունեցել եմ շփվելու կին գիտնականների հետ և նրանց անձամբ շնորհավորելու, բայց այս ամբիոնից ևս մեկ անգամ շնորհավորում եմ, որտեղ այսօր, ինչպես նշեցիք, գիտության ոլորտում կանանց և աղջիկների օրն է և այսօրը ձևավորվել է մեկ պարզ առիթով, որպեսզի հնարավորինս խրախուսենք մեր կանանց և աղջիկներին ավելի ակտիվ զբաղվել հետազոտական աշխատանքով և ընտրել գիտնականի կարիերան ու ես ուրախ եմ, որ կառավարության վերջին քայլերը շատ ուղիղ ազդեցություններ են ունեցել նաև այս տեսանկյունից և ուրախ եմ հայտնելու, որ այս պահին մեր բազային ֆինանսավորմամբ ներգրավված գիտաշխատողների շրջանում կանայք կազմում են 53.6%-ը և մեր 3761 գիտաշխատողներից 2017-ը կանայք են։ Պետք է ասեմ, որ ցուցանիշը միջին աշխարհի ցուցանիշները բավական լավ տրամաբանությամբ գերազանցում է 1.7 անգամ ավելի լավ է ցուցանիշը մեզ մոտ կին գիտնականների ներգրավվածության, քան աշխարհի միջինն է և ընդ որում մեր կին գիտաշխատողների զգալի մասը մինչև 50 տարեկան են և մեր վերջին քայլերը կառավարության ծրագրի ուղիղ արդյունքն է նաև, որ գնալով ավելի ու ավելի շատ թվով երիտասարդներ ընտրում են գիտության ոլորտը 58%-ը ներգրավված կին գիտաշխատողների մինչև 50 տարեկան է։ Եվ դուք նշեցիք ֆինանսավորման ծավալների մասին, մենք ունենք 180%-ով գիտության ֆինանսավորման աճ 2018-ի համեմատ և ավելի քան 40 միլիարդի էր հասել գիտության ֆինանսավորումը, բայց ինչը կարևոր է, մենք նաև բազմազանեցնում ենք գիտության ֆինանսավորումը, բոլորովին վերջերս կառավարությունը ընդունեց գիտության ոլորտի 26-ից 30 թվականների ռազմավարությունը և այստեղ նաև հստակ նպատակ կա դրված, որպեսզի մենք նաև մասնավոր ոլորտում խթանենք գիտական աշխատանքները և փորձարարական մշակումները և նաև նոր ռազմավարությունը հստակ թիրախներ է սահմանում մասնավորի ներգրավվածության մասով։ Պետք է հիշեցնեմ նաև, որ 25-ին մենք գործարկել ենք նոր ծրագրեր, որոնք որ եկամտային հարկի մասով առավելություններ են տալիս հետազոտական աշխատանքներ իրականացնող մասնավոր ոլորտի ընկերություններին և ավելի քան մի քանի 100 շահառու կա այս իմաստով, ինչը նշանակում է, որ մասնավոր ոլորտն էլ արձագանքում է կառավարության քաղաքականությանը և դուք խոսեցիք նաև գիտաշխատողների վարձատրության մասին, 105-ից 300% աճ ունենք, 21 թվականին ընդունվեց կառավարության որոշումը, որով 22 թվականի հունվարից մինչև 25 թվականի հունվարը փուլային սկզբունքով բարձրացվեց և այժմ արդեն ունենք բավականին գրավիչ վարձատրություն։ Շնորհակալ եմ, օգտվելով արձագանքի հնարավորությունից, խնդրում եմ նաև կիսվել մեզ հետ, թե նախարարությունը գիտության ոլորտի առաջընթացն ապահովելու նպատակով ընդհանուր առմամբ այս պահին ինչ ծրագրեր է իրականացնում կամ նախատեսվում։ Մենք, ինչպես նշեցի, ռազմավարությունը բոլորովին վերջերս հաստատվեց և այս պահին ունենք մեծ ծավալի աշխատանք կատարելու ռազմավարությունից բխող գործողությունների մասով։ Դրանց մի մասը նաև փոխկապված է բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքի հետ, մասնավորապես ֆինանսավորման նոր կարգեր պետք է հաստատվեն,
այս տարին մեզ համար վճռորոշ է նոր ատեստավորման համակարգով գիտաշխատողների ատեստավորման տեսանկյունից, որը պետք է տեղի ունենա 26 թվականի ընթացքում նոր չափորոշիչներով, եւ դա էլ ըստ էության վարձատրության այս համակարգը թույլ կտա տեսնել ավելի թիրախային ազդեցությամբ։ Մենք նաև մեծապես կենտրոնացրել ենք մեր ջանքերը կապիտալ ներդրումների վրա գիտության ոլորտում եւ շարունակելու ենք այդ աշխատանքը այս տարի եւ իհարկե ակադեմիական քաղաք ծրագիրը ես համարում եմ ինչպես բարձրագույն կրթության, այնպես էլ գիտության ոլորտի համար ամենակարևոր աշխատանքը, որով այս տարի կարծում եմ, որ կարող ենք գետնի վրա աշխատանքներ սկսել եւ դա մեր այս տարվա ամենակարևոր պլաններից է։ Շնորհակալություն։